Հայ հեղափոխական դաշնակցությունը ընտրություններից հետո կհամագործակցի բոլոր այն ուժերի հետ, որոնք կընդունեն կուսակցության երկու պայմանները։ Այս մասին Ազատությանը փոխանցեց ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Մեր հիմնական երկու պահանջներն է, որ դնում ենք այս ընտրությունների հետ կապված։ Առաջինը անշրջելի պետք է դառնա այն ինչ որ մենք սկսել ենք, այսինքն այս համակարգը չփոխեն հետ շուռ տալ, նորից տանել նախագահականի, այդպիսի կոչեր հնչում են։ Սա պետք է մենք անշրջելի դարձնենք մի գլխավոր հարց։ Երկրորդը այնքան պետք է արագ տեմպերով այս արդեն փոխած ուղղությամբ շարժվենք առաջ, որ կարողանանք արագ բարեփոխումներ իրականացնել այս համակարգի բերած հնարավորությունները ավելի լիարժեք օգտագործելու միջոցով։ Այսինքն այս մոտեցումները ով որ կընդունի, մենք իր հետ պատրաստ ենք գնալ համագործակցության։ Բացի հանրապետականից նաև Ով էլ ընդունի, մենք այդպեսի հարց չունենք։ Անցած շաբաթ Դաշնակցության կոալիցիոն գործընկեր իշխող հանրապետականի ղեկավար անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր. Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ կուսակցության հետ բացառությամբ Հայ հեղափոխական դաշնակցության, որի հետ այս պահին գտնվում է կոալիցիայում, հետընտրական զարգացումների հարց չի քննարկել։ Արմեն Ռուստամյանն այսօր մինչդեռ ասաց կոալիցիայի հետ կապված քննարկումներ դեռ չեն ծավալում։ Հետընտրական կոալիցիայի հետ կապված քննարկումներ չեն եղել։ Մեր խնդիրը շատ հստակ է, մենք միշտ համագործակցության հետ կապված ունենք մեր սկզբունքային դիրքորոշումը։ Մենք ունենք նպատակներ, եւ այդ նպատակները, եթե համաձայնություն է առաջացնում մյուսների հետ, մենք իրենց հետ համագործակցում ենք։ Օրինակ տվյալ պահին մենք նախկինում դա 7 կետերներ, ընդունեց իշխանությունը, մենք համագործակցեցինք։ Սևանի համակիրների առջև այսօր ելույթ ունեցող Ռուստամյանը հայտարարեց. իշխանության հետ համագործակցեցին առկա խնդիրները լուծելու համար, եւ դա որոշակի գին արժեցավ, որն է այդ գինը, Ազատության այս հարցին Ռուստամյանը պատասխանեց. Գիտեք, մենք շատ լավ գիտակցում էինք, որ այն դժգոհությունը, որ գոյություն ունի, առաջի հասցեատերը իշխանությունն է։ Եվ եթե դու իշխանության մաս ես կազմում, այդ դժգոհության մի մասն էլ բնականաբար բերում ես քո վրա։ Բայց մենք դա հասկանալով, գիտակցելով ենք գնացել, որովհետև այդ դժգոհությունը հավերժ կմնար, եթե դրա պատճառները չվերացվեին, բայց դա հնարավոր էր իրականացնել իշխանության հետ համագործակցելով միայն։ Դաշնակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Ռուստամյանն անդրադարձավ նաև կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջին 100-ից ավելի դպրոցների տնօրենների կողմից հանրապետականի օգտին ցուցակներ կազմելու բացահայտումից հետո նախարարի հրաժարականը պահանջեց Կոնգրես ՀԺԿ դաշինքը։ Դա նախ քարոզչական տրյուկ է, բնականաբար կոնգրեսի հիմնական հակառակորդը գաղափարական դաշնակցությունն է, իրենք ուրիշ բաներ չունեն, դաշնակցության դրոշը իրանց համար կարմիր լաթ է, դրանից ջղաձգումների մեջ են միշտ ընկնում, բայց համակարգին ծանոթ մարդը գիտի, որ Լևոն Մկրտչյանը ուղղակի պատասխանատվություն չունի դրա հետ։ Լևոն Մկրտչյանին ենթարկվում են միայն ավագ դպրոցները, մնացած դպրոցները համայնքապետերը եւ մարզպետներն են նշանակում։ Այս սպարս ճշմարտություն իրանք հաստատ գիտեն, բայց բնականաբար օգտվելով նրանից, որ շատերը դա չգիտեն, ուղղում են ուրեմն սլակները դեպի Լևոն Մկրտչյան։ Այդ երևույթի վերաբերյալ հենց ինքը Լևոն Մկրտչյանը դատապարտող հայտարարություններ արել է եւ այն ինչ որ իրենից կախված է, դա անպայման անելու է։ Սևանի մշակույթի տանը հավաքված համակիրներին դաշնակցության ներկայացուցիչներն այսօր կոչ արեցին ընտրել իրենց, խոստանալով դրական փոփոխություններ կատարել երկրում։ Մի խոսք կա, ինչպիսին ժողովրդի իշխանավորներ են, այնպես էլ նրա սպասավորներն են։ Ահա թե ինչու է, որ դաշնակցությունը ուզում է ազգային ժողով ներկայանալ իր սկզբունքներով, իր վճռականությամբ, իր կենսագրությամբ եւ այդ քաղաքական ուժը ներկայացնող քաղաքական գործիչները պետք է լինեն հայրենասիրությամբ զինված եւ ավելի վճռականությամբ զինված մարդիկ։ Ազատության հետ զրույցներում սակայն սևանցիներն ասում էին, որևէ ուժի չեն հավատում։ Էլի չեմ հավատում, խոստումներն էլ չեմ հավատում, որովհետև 20 տարվա մեջ ոչ մի բարեփոխում չի եղել։ Ծանոթացել եք նախընտրական ծրագրերին եւ ոչ մեկը։ Ինչի՞ մի լավ բան չկա դրանց մեջ։ Որ մեկին կա։ Սաղ մեկն է։ Դե ասում են կփոխենք, լավ կլինի։ Ասում են։